քննարկելու օրենքի նախագիծը եւ լսելու նաեւ տարբեր ուրեմն ներկայացուցիչների կարծիքները ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել գլխադասային հանձնաժողովին հանրային լսումների կազմակերպման համար, ինչպես նաեւ բոլոր մասնակիցներին եւ ներկայացված կարծիքների եւ նաեւ քննադատության համար, որը միշտ կարեւոր է եւ այո, փորձեմ ավելի համառոտ լինել, որտեղ մանրամասն խոսել ենք եւ ձեր թույլտվությամբ ավելի շատ կենտրոնանամ առաջարկվող լուծումների վրա։ Թե օրենսդրական այս փաթեթը ըստ էության ինչ փոփոխություններ է բերում։ Նախ եւ առաջ պետք է նշեմ, որ այս օրենքի ընդունմամբ մենք կունենանք բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք եւ ներկայումս ոլորտը կարգավորող եւ տարբեր ժամանակներում ու պայմաններում ընդունված 4 օրենքների փոխարեն կունենանք մեկ ամբողջական օրենք։ Կարևոր է, որ գործող օրենքների համեմատությամբ սահմանվում են նոր հասկացություններ կամ դրանք շարադրվում են ամբողջությամբ նոր խմբագրությամբ, համադրվելով նաև միջազգային չափորոշիչներին, ինչպես օրինակ գիտական գործունեություն, նորարարական գործունեություն, փորձաքննություն, ակադեմիական միավոր, համատեղ կրթական ծրագրեր, հեռավար ուսումնառություն, միկրովորակավորումներ, որը ընդհանրապես նոր մեխանիզմ է եւ հնարավորություն է տալու նաև կրթության ներառականության ապահովման, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում ավելի ճկուն կրթական համակարգ ունենալու եւ միկրովորակավորումներ ձեռք բերելու, որի շնորհիվ նաեւ զբաղվածության ապահովման հնարավորություններ են ընձեռվում։ Կարևոր է, որ օրենսդրական փաթեթում ամրագրվել են ակադեմիական բարեվարկության, ակադեմիական ազատության, գիտական կազմակերպությունների եւ բուհական ինքնավարության, ակադեմիական գործունեության, հենց նույն մատչելի միջավայրի ներառականության հասկացությունները, ինչը նախկինում չի եղել եւ շատ կարեւոր է, որ նաեւ դրանց կիրառման մեխանիզմները, որպես բարձրագույն ուսումնական հաստատության առանձին տարատեսակ է սահմանվել հետազոտական համալսարանը, որը բուհական կրթությանը զուգահեռ ապահովելու է հետազոտական մեծ բաղադրիչ, ինչպես նաեւ այս բուհերի համար սահմանվել են բուհական ձեռնարկատիրության հնարավորություններ, սկսած ուսանողական նախաձեռնությունների աջակցությունից, մինչև բուհում ստեղծված տեխնոլոգիաների առևտրայնացման հնարավորությունները, ընդ որում պետք է ասեմ, որ հատուկ կարգավորվում է համալսարանական ինկուբատորների ստեղծման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն, գիտություն, շուկա կապի կարևորագույն գործիքներից։ Վերասահմանվել են նաև բուհերի գործառույթները, հաշվետվողականության ու որոշումների կայացման թափանցիկության պահանջները, որպեսզի ապահովի թե հաստատության պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը պետության ու հասարակության առաջ, ինչպես նաև ֆինանսական ինքնավարության սահմաններն ու դրա երաշխիքները։ Նախատեսում ենք բարձրագույն ուսումնական հաստատության առանձին կարգավիճակի սահմանում, նաև ոչ առևտրային լինելու բնույթի պահանջի սահմանում բուհերի համար եւ այդ առանձնահատկությունները կարգավորվում են ինչպես այս օրենքով, նաեւ նախատեսում ենք, որ կլինեն դրանից բխող ենթաօրենսդրական ակտեր։ Օրենքով շատ կարևոր ուշադրություն է դարձում լիցենզավորմանը եւ հավատարմագրմանը, որպես բարձրագույն կրթության ոլորտում որակյալ ծառայությունների մատուցումը երաշխավորող պետական գործիքներ, ներմուծվել է լիցենզավորման նոր տեսակ՝ բուհի լիցենզավորում, ինչը հանդիսանում է բուհական գործունեություն իրականացնելու մուտքային լիցենզիա, որով կսահմանվեն բուհին ներկայացվող հիմնական պահանջները, սկսած շենքային գույքային պահանջներից մինչև ակադեմիական կազմի եւ կրթական ու հարակից միջավայրի նորմերից։ Եվ կարևորելով բարձրագույն կրթության ոչ միայն դասավանդման եւ ֆորմալ բաղադրիչը, այլ նաեւ ուսանողի ամբողջական փորձառությունը բուհական համակարգում, բուհական կրթության իրավունքի համար անհրաժեշտ կլինի ներկայացնել ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կունենան հաստատության ներգրավելու առնվազն 4000 ուսանողների, ինչով կլուծվի փոքր եւ ոչ կենսունար բուհերի խնդիրը, որոնք իրեն այդ պայմաններից ելնելով չեն կարողանում որակյալ եւ ժամանակակից կրթական ծառայություններ ուրեմն տրամադրել, սահմանվել են գիտական կազմակերպությունների տարատեսակները, ամրագրվել են դրանց գործունեության, ինքնավարության, ազատությունների հաշվետվողականության ու երաշխիքները, այդ թվում համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպությունների համար համատեղ գիտական աշխատանքներ եւ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, նաեւ օտարերկրյա կազմակերպությունների հետ, համալսարանի կրթական ծրագրերին մասնակցության պահանջը, որը պետք է ապահովի որոշակի կրեդիտներ ուսանողների հետազոտական եւ ակադեմիական մոդուլների մասով։ Շատ կարևոր բարեփոխում է բուհերի եւ գիտական կազմակերպությունների պետական աջակցության տրամադրման ձևերի մասում, մասնավորապես նախատեսվում է ինստիտուցիոնալ կամ բազային ֆինանսավորման ենթակառուցվածքների
կրթական ծրագրերի եւ գիտական հետազոտությունների կրթության որակի բարելավման նպատակով, ինչը նախկինում բարձրագույն կրթության համակարգում ընդհանրապես չի գործել, նախատեսվում է նաեւ մրցակցային ֆինանսավորում դրամաշնորհային եղանակով նորարարական նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար մրցութային հիմունքներով, ինչը այս պահին էլ գործում է միայն ըստ էության գիտական կազմակերպությունների համար, բայց ոչ բուհերի համար։ Միևնույն ժամանակ նախատեսվում է ներդնել կրթաթոշակային լայն համակարգ ուսանողների աջակցության համար եւ ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու, կրթաթոշակային համակարգը ստեղծելու է պայմաններ, որպեսզի ոչ մի պատշաճ առաջադիմությամբ ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթությունից, սահմանվել են հստակ բարձրագույն կրթության 3 մակարդակները, որոնցում ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի եւ դոկտորի որակավորումները, այստեղ հատկապես 3-րդ աստիճանում է մեծ փոփոխությունները, որտեղ նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին, դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման 3-րդ աստիճան, եւ այս մակարդակի կրթությունը կարող են իրականացնել միայն հետազոտական համալսարանները իրենց կազմում գործող համապատասխան գիտական կազմակերպության հենքի վրա։ Կարևոր ճկունություն է, որ ուսանողները կկարողանան սովորել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այսինքն հեռակայի գործող համակարգը ամբողջությամբ դուրս է գալիս, ընդ որում հեռավար ուսումնառության ձևով նաև, սա հնարավորություն կտա, որպեսզի ուսանողները կարգավորեն իրենց ուսումնառության ինտենսիվությունը, պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով եւ նաև ֆինանսական հնարավորություններով։ Ստեղծվել է շատ կարևոր իրավական հենք, որ 2 եւ ավելի բուհերը, այդ թվում օտարերկրյա, համատեղ մշակեն եւ իրականացնեն կրթական ծրագիր եւ կարողանան շնորհել բարձրագույն կրթության որևէ մակարդակի որակավորում։ Նախկինում եւ այս գործող օրենսդրության մեջ համատեղ ծրագրերը ընդհանրապես անհրաժեշտ կարգավորումները չունեն եւ միջազգային այդ թվում համագործակցությունը էապես դժվարացնում են, ընդ որում նախատեսվել է, որ առանձին կրթական ծրագրեր դասընթացներ կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը, առանձին կարգավորումներ են նախատեսվել նաեւ միջազգային հեղինակավոր բուհերի գործունեությունը մեր երկրում խրախուսելու ուղղությամբ։ Կարող եմ ասել, որ ըստ էության օրենսդրական այս փաթեթը կբերի նաև ընդունելության նոր համակարգ մեր բուհերում, որտեղ սահմանվել են նոր սկզբունքներ եւ մեխանիզմներ բարձրագույն կրթության 3 մակարդակներում ընդունելության եւ մրցույթի անցկացման իրավասությունները վերապահելով բուհերին։ Եվ այստեղ պետությունը իրեն վերապահելու է որոշ առարկաների գծով արտաքին գնահատման կազմակերպումը եւ դրա հանդեպ վերահսկողությունը։ Իհարկե, կարծում եմ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք կքննարկենք ընդունելության համակարգը առանձին, այստեղ նաև հանրային լսումների ժամանակ հարցադրումներ հնչեցին եւ սա մեզ համար կարևոր ուղղություն է։ Եվ վերջին մի քանի դրույթներով ամփոփեմ ասելիքս, ուսանողների իրավունքների եւ պարտականությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների մասով են էական փոփոխություններ արվում, մասնավորապես մենք մոնոպոլիզացված ուսխորհուրդներից հրաժարվում ենք եւ ուսանողական ինքնակառավարման մարմինները պետք է եւ կարող են լինել մի քանիսը եւ պետք է նաեւ ներկայացուցչական լինեն եւ ընտրված լինեն ուսանողների կողմից, այդ թվում էլեկտրոնային համակարգով եւ շատ կարեւոր է, որ ուսանողը պետք է ունենա իր անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության եւ գիտության կառավարման համակարգում, որի միջոցով էլ կկառավարի իր կրթական գործընթացը, ներառյալ իր անհատական կրթական պլանի կազմումը, կրեդիտների հսկողությունը եւ նաեւ արտոնություններից օգտվելու հնարավորությունը։ Առանձնահատուկ եւ մեր կառավարության ուրեմն քաղաքական հանձնառություններ նաեւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու եւ բուհերին ապակուսակցական ուրեմն տրամաբանության մեջ դնելու շրջանակներում առանձին կարգավորումներ անել, ըստ այդմ բուհի եւ դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում կամ կառավարման կոլեգիալ մարմիններում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, ինչպես նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանալու նշված պաշտոններից անձի ազատման համար եւ կարծում ենք, որ սա շատ կարեւոր ուրեմն փոփոխություններ կբերի արդեն ինստիտուցիոնալ ձևակերպելով մեր քաղաքական հանձնառությունները
հանձնառությունը, միևնույն ժամանակ կառավարման համակարգը ամբողջությամբ փոխվել է, ավելի հորիզոնական եւ ավելի հավասարակշռված դարձնելով բուհերի ներսում կառավարման գործընթացը եւ ավելի մեծ ինքնավարություն շնորհելով ակադեմիական միավորներին։ Բավական երկար քննարկվել էր նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը։ Նախագծում կարգավորվում են ակադեմիայի գործունեությանը, կարգավիճակին առնչվող հարաբերությունները։ Ըստ այդմ ակադեմիան Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որը իր մեջ միավորելու է ակադեմիայի անդամներին, ակադեմիայի գիտական բաժանմունքները, աշխատակազմը, պատվավոր եւ արտասահմանյան անդամներին եւ հանդիսանալու է ըստ էության մեր գիտական փորձառության ու ռեսուրսի խտացումը, խորհրդատվության, նաեւ գիտության հանրայնացման, հանրահռչակման, անհրաժեշտ դեպքերում նաեւ փորձաքննության գործառույթներ իրականացնելով եւ մի կողմ թողնելով ֆինանսական եւ կառավարչական այն գործառույթները, որոնք այսօր ըստ էության խեղում են այս ընդհանուր համակարգի իրականացումը։ Շատ կարեւոր է, որ նախագծում առանձին հոդվածով ամրագրված են ակադեմիական քաղաքին վերաբերող դրույթները, մենք ամբողջությամբ կարգավորել ենք այն բոլոր հիմնական հարաբերությունները, որոնք կվերաբերեն ակադեմիական քաղաքում բուհերի գործունեությանը, նաև ակադեմիական քաղաքի կառուցապատման, զարգացման, հայեցակարգի իրականացման ու մշտադիտարկման աշխատանքները, ակադեմիական քաղաքի տեղադիրքը եւ դրանով նաև ակադեմիական քաղաքի ծրագիրը իր ինստիտուցիոնալ ամրագրում կստանա օրենսդրական մակարդակում։ Պետք է հիշեցնեմ, որ Կրթության զարգացման պետական ծրագրում արդեն իսկ գաղափարի մակարդակում ամրագրված էր եւ հայեցակարգը կառավարության որոշմամբ սահմանված էր։ Եթե շատ ամփոփ սրանք էին, իհարկե նաեւ փաթեթը ներառում է հարակից օրենքների համապատասխան փոփոխությունները եւ հաշվի առնելով նաեւ, որ բավական քննարկված է եւ մասնակցային մշակում է անցել, խնդրում եմ դրական եզրակացությունը հանձնաժողովի շնորհակալություն։ Շնորհակալ եմ նախարար, հարցեր ունեք, համեցեք։